Հիսուսը խաչվել է ավելի քան 2000 տարի առաջ և միայն 1982 թվականին նրա գերեզմանը ուսումնասիրվել է հնագետ Ռոն Ուայթի կողմից։ Երբ Հիսուսը մահացավ խաչի վրա և նրա կողին հարվածեցին նիզակով, արյունը հոսելով անցքի միջով ներթափանցել է քարանձավը և լցվել ուխտի տապանակի կափարիչի վրա։ Տապանակի հայտնաբերումից հետո արյան նմուշը վերցվել է գիտնականների կողմից և փորձաքննության ենթարկվել։ Էլեկտրոնային միկրոսկոպի տակ նրանք տեսան կենդանի բջիջներ, որոնք կիսվում էին իրենց աչքի առաջ։ Արյունը կենդանի էր։ Նրանք բացահայտեցին, որ այդ արյան յուրաքանչյուր բջիջ պարունակում է միայն 24 քրոմոսոմ՝ ի համեմատություն սովորական քանակի 46-ի։ Քրիստոսը չուներ երկրային հայր, և նա որպես ժառանգություն ստացել է 23 քրոմոսոմ մորից՝ Մարիամից և միայն մեկը Y քրոմոսոմը երկնային հորից։ Քրիստոսի արյունը կենդանի է և յուրահատուկ և տրված է մեզ որպես վկայություն նրա աստվածային և մարդկային բնույթի։